Ինչպես բազմիցս նշել ենք, այս տարի Նինոց-Մինդայի մունիցիպալիտետում կրճատվել էին կարտոֆիլի ցանքատարածությունները, սակայն այս ամենին զուգահեռ բերքը բավականին առատ է։ Ինչպես ասում են մեր բնակիչները, մանրը շատ քիչ է, բայց այս տարի էլ կա նորից մի մեծ խնդիր՝ գնորդ չկա։ Մարդկանց բերքը դեռ պահեստներում է։ Այս տարվա բերքը հավաքը լավ չորով գնաց, շատ մաքուր է կարտոֆիլը, շատ լավ է գույնը տեղը, քանակը քիչ է, բայց ընդհանրապես լավ է։ Ծախվել է գնորդ հələ չեն հարցուցել, թե ունիս ծախու կարտոֆիլ։ Մոտավորապես ես ցանել եմ 90 սոթի, երևի 10-12 տոն ծախու ունիմ։ Սերմը չաշված, այն մանդրը ատխոդը։ Լավ է, ոչինչ, ես դժգոհ չեմ։ Շատ լավ է, մարդկա դժգոհ է, că ես մի այդ իրագործելը այդիկ դժվար հարց է։ Ոչ հարցնող կա, ոչ է գալող կա։ Հələ ինչ որ նես ենք լցել, տեղը ճիշտ է, ապահով տեղ է, ենք իշկանել որ ծրդալի, ապահով տեղ է, բայց տեղը քիչ տաք է։ Կովերի կողքն է, կարող է փչանալու դառնա։ Շատ է գելլի կարակ, քիչ է գելլի կարակ, չգիտեմ որը եղնի ու լավ ալի։ Լավ գինտան այս տարի ոչինչ, գիտես թե դոր 80 կա, թե չի էժանա։ Կան գյուղեր, որտեղ արդեն կան գնորդներ, բավականին բարձր է նաև կարտոֆիլի գինը անցյալ տարվա համեմատ։ Սերմացու կարտոֆիլը տանում են 80 եւ ավելի թեթրիով, մեծն ավելի բարձր արժեք ունի։ Այս տարի կարտոֆիլի գինը այս տարի բավականին բարձր էր, համեմատած անցած տարիների հետ, 2-3 տարվա համեմատած։ Ինչու համար, որովհետև ամենաէժան գինը 80 կապեկն է, բենոշ 50 կապեկով կծախեին, 30 թեթրու, բայց այս տարի լավ էր, բողոք չկանի, օրինակ սերմի կարտոֆիլը փոխանակում իրանք 80 կապեկով, դիք վատ չես ենք որ վերցնես։ Իսկ իշքը վերաբերվի մեծ կարտոֆիլին, մեծնա ուզես չուզես այդ ման է ծախես, այդից հավել հանք չես կարնա ծախել։ Գանորդները տարի շատ քիչ են, որովհետև մեր շրջանը կարտոֆիլը շատ ցանկատարածները շատ քիչ էին։ Այդ համար ինչ որ գանորդները ուշ կան։ Բայց որ կան նորմալ կինգուդան գերտան։ Ինչպես ասում են մեծահասակները, երբ ձյունը գա, գնորդների թիվը կավելանա, կբարձրանա նաև կարտոֆիլի արժեքը։ Մնում է սպասել ձյան գալուն, թե վաճառել այն, որն է ավելի ձեռնտու։ Այնուամենայնիվ մարդիկ վարվում են այնպես, ինչպես ձեռնտու է իրենց, բայց չէ որ արված ծախսերն էլ է պետք փոխհատուցել։